Խոսվանացային Վանացային Սպրկայության լավագույն և հարազատ ցայնը Բարև ձեզ հարգելիներ, Վանացայինի եթերով և թիմադեդրի էջով ձեզի հետ են Սերլին և Գրիգորը ներկայացնելու համար հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Երեկ 6 մայիսին Բաքուի մեջ շարունակվեցավ Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցներու համաձայն Ռուբեն Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերման հայտարարած է, որ 6 փետրվար 2025-ի նիստի արձանագրության ուսումնասիրությունն յետք բարձրված են դատական անձնակազմին կանգնած ներկայացնելու հիմերը։ Փաստաբանը նշած է, որ դատական նիստի արձանագրությունը չարտացոլացներ պաշտպանության կողմին միջնորդությունները եւ ան կհառաջացնե հիմնավոր կասկածներ, որ դատական անձնակազմը այս գործի մեջ անաչառ պիտի չգտնվի։ Ուստի փաստաբանը վերակնիչ կանգնած ներկայացուցած է դատարան։ Դերեկություններու համաձայն Ռուբեն Վարդանյան աջակցած է կանգնին։ Գլխավոր դատախազի ավագ օգնական Վիսալ Ալիև կանգնին թեմ իր վերաբերումը արտահայտելով հայտնած է դատական նիստի արձանագրության մեջ ցանկության մեջ որևէ դերեկություն չներառելը հիմք չէ դատական արձանագազմին կանգնած ներկայացնելու համար։ Ալիև դատարանեն խնդրած է առանց քննարկումի ցկել կանգնածը։ Գործընթացին մասնակցած վնասվածները եւս դատարանեն խնդրած են չբավարարել կանգնածը։ Դատարանը հերացած է խորհրդակցական ցենյակի մեջ միջնորդությունը քննարկելու համար։ Նիստեն յետք հայտարարված է պաշտպան կողմի փողոքի մասին, սակայն կանգնածը մնացած է առանց քննարկումի։ Հաջորդ նիստը դեղի պիտի ունենա 13 մայիսին։ Գրեթե միաժամանակ Բաքուի մեկ այլ դատարանի մեջ տեղի ունեցավ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության շինձու գործով դատական հերթական նիստը։ Ադրբեջանական աղբյուրներու համաձայն նիստին ընթացքին ներկայացվեցավ հայկական զինյալ ուժերու կողմէ Մարդունիի շրջանի բռնագրավումին մասին պատմող դեսանյութը, որում մեջ Արցախի ինքնապաշտպանության ուժերու կոմիտեի ղեկավարի Գարգավիճակի մեջ Գերևին, Սերժ Սարգսյան, Մոնթե Մելքոնյան եւ Դավիթ Իշխանյան։ Դատական նիստին ներկայացված դեսանյութին հիմամբ Իշխանյան հայտնած է, որ անոնք ժամանած են գումարտակ եւ զանոթացած են դիրքերում մեջ դիրող իրավիճակին։ Հարցաքննված են նաեւ վնասվածները։ Դատական հաջորդ նիստի թվական դժտված է 8 մայիսը։ Հայաստանի ազգային ժողովի Բադիվ ունեմ խմբակցության քարտուղար Դիքրան Աբրահամյան հայտնեց, որ Ադրբեջանի մեջ աբորինի գերբով բահվող հայերու խնդիրը ոչ միայն կմնա անկախ, այլ կօգտագործվի նախապատրաստության համար։ Ըստ Աբրահամյանի, անկախ այն հանգամանքեն, թե Բաքուի մեջ գտնվող հայերը ինչ պայմաններով եւ ինչ կարգավիճակով կերևարված են, անոնց նկատմամբ ինչ հոդվածներով քրեական գործեր հարուցված են, անոնք մշտապես պետք է ելան հայկական պետության ուշադրության եւ պաշտպանության ներքև։ Այն ցավի, դարաբանքի, զրկանքներու եւ ջնշումներու տակ, որոնց մեջ կգտնվին Ադրբեջանի մեջ գտնվող հայերը, դժվար է բարերով եւ ըսկացումներով ներկայացնել։ Մեկ այլ ողբերգական իրողություններու եւ ապրումներու մեջ են անոնց ընտանիքներն ու հարազատները։ Մինչև այն բահը Ադրբեջան կհրաժարի ներկայացնել իր մոտ գտնվող հայերու իրական թիվը եւ պաշտոնական հրաբարակված թիվը 23-ը շատ հեռու է իրականութենեն։
անօրինական բահվող հայերուն հարցը, սակայն բավարար չանքեր չեն կործատրվիր ազատագրելու համար ոչ պաշտոնապես հաստատված 23 անձերը, ոչ այլ մեր այն հայրենագիցները, որոնք ունին անհետ գործվածի գարքավիճակ։ Դիկրան Աբրահամյան նշեց, որ Ադրբեջանի փանդերում մեջ գտնվող հայերու հայրենիք վերադարձի հարցը միայն մարդասիրական բնույթի խնդիր չէ։ Անոնց պաշտպանության հարցը ամրագրված է վարություններու ենթարկվելը Հայաստանի գործող վարչագազմի անօգնական վիճակը եւ աղերսանքի բնդումները մեծ հարված կհասցնեն հայու արժանապատվության, ինքնության, հայու խիղճը գջզմվի այն արժեքները, որոնց հիմներուն վրա pedagogiություն կառուցված է եւ հայ ժողովրդի այս դարաշրջանին հավիդենական քոյությունը ապահովող ձիլերը տադավճիրներով պիտի չսահմանապակվի, որովհետև գծիրախվի Հայաստանը եւ գարժեզրկվի այն բոլորը, ինչ որ առնչված է Հայաստանի ապակային եւ հայու քոյութենական պայքարին հետ։ Հայկական իշխանություններու հայտարարությունները այն մասին, թե իբրև թե չանկեր կգործադրեն մեր քերիներու, ռազմակերիներու, անհայտ գորածներու ճակատագիրը հստակացման եւ անոնց հայրենիք վերադարձին համար զերո արժեք ունին, որովհետև այս ամբողջ ժամանակահատվածին որևէ կերպով չի կանխվիր քերիներու շահարկում իշխանության հանցավոր անկորձությունը եւ անդարբեր գեցվածքը ավելի վտանգավոր իրավիճակ կստեղծեն, հայտնեց Դիկրան Աբրահամյան։ Ռուսիո արտաքին գործ նախարարության պանպեր Մարիա Զախարովա 3 շաբաթական իր մամլո ասուլիսին ընթացքին Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մեղադրեց Ռուսիո հետ հարաբերություններու մեջ արևմտյան եւ բրյուսելյան մոդելությունները որդեգրելու համար։ Պրեֆտե Ռուսիա մեծ գումարներ կձախսե Հայաստանի մեջ ներքին պատերազմի համար Զախարովա նշեց, որ այս մեկը վայրակ հրեդորապանության հերթական հանգրվանն է, որ զարմանք կհարաճացնե։ Հայաստանի ղեկավարության հանդեպ ինչ պատերազմի մասին կգրնա խոսվել, եթե, ինչպես մենք կհասկանանք, Հայաստան այստեղ պիտի ներկայացվի սերնակներուն եւ բարձրաստիճան հարաբերություններով ըսավ Զախարովա։ Ռուս պանպերին համաձայն Ալեն Սիմոնյանի հայտարարություններուն մեջ չհամապատասխանող դրույթներ կան։ Հավանաբար պետք է ընդհանուր դիրքորոշում հավանաբար մեգում գոմե հրահրված լալով իրավիճակը, որ գրնա իրականություն դառնալ։ Այս մեկը այլևս անանելի է։ Այս բրյուսելյան մեթոդոլոգիան գիրարգում է անարժան է նկատել դվավ Մարիա Զախարովա։ Արցախի մշակութային ժառանգության մշտաթիդուարգում իրականացնող Monument Watch կայքեչը գդարեց հետևյալ քրարումը։ 21 ապրիլին տարածված տեսանյութի մեջ կարելի է տեսնել, որ ադրբեջանցիները դարձյալ բղծած են գրավյալ Ստեփանագերդի հուշահամալիրին շիրիմնակարերը։ Մասնավորապես, գիտակցաբար փորակրած են եւ չնչած են գարկ մտաբանակարերու վրա պատկերացված ազատամարտիկներու թեմքերը, աչքերը, փերանը։ Որոշ դաբանակարեր Արցախի ամբողջական գրավում են ետք հայտնված է ոչնչացման տակ։ Բազմաթիվ տեսանյութերու մեջ գրավյալ Ստեփանագերդ այցելող ադրբեջանցիներ գոչ կուղեն վերացնել այդ հուշահամալիրը։ Արցախի մշակույթի մարմնամարզի երիտասարդության հարցերու եւ զբոսաշրջության նախկին նախարար Հայ Արաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ադնաբեդ Բաթմապան Ասկակրակետ Լեռնիկ Հովանիսյան Աբարաշ թերթին հետ հարցազրույցի ընթացքին մտահոգություն հայտնեց Արցախի մեջ Ադրբեջանի կողմէ իրականացվող մշակութային ցեղասպանության համար։ Դժբախտաբար Հայաստանի իշխանությունները Արցախի պատմամշակութային արժեքներու պահպանման հարցը երեսի վրա ցկած են։
թե ինչ կգադարեն Հայաստանի դիվանագիտական առաքելությունները, արտաքին գործոս նախարարությունը, համապատասխան մարմինները, որոնք կոչված են ներկայացնելու մեր մշակութային ժառանգության պահպանման մարտահրավերները, որոնք արգայ են, հայտնի չէ։ Մինչև օրս բացի քանի անիմաց բռնակրավյալ դարասներում մեջ ոչ միայն միջնադարյան եկեղեցիները, վանական համալիրները, մադուրները, գերեզմանոցները, դաբանակարերը, խաչքարերը, փերթ ամրոցները, գամուշները գենթարգվին վայրակության եւ ոչնչացումի, այլև համեմատաբար նոր կառուցված հուշարձանները, մասնավորապես համաշխարհային երկրորդ պատերազմի զոհերուն եւ Արցախյան առաջին պատերազմին զոհված ազատամարտիկներուն նվիրված հուշահամալիրները։ Մենք նման հուշարձաններու հիմնահատակ ոչնչացման եւ վանդալիզմի բազմաթիվ փաստեր ունենք, վերջին օրերուն Մարտագետի շրջանի Վանք քյուրին մասին եղեգությունը դարազվեցավ, շարունակեց Հովաննիսյան։ Այն հարցումին, թե ինչ պետք է կատարվի պաշտպանելու համար Արցախի մշակութային ժառանգությունը եւ որոնք լծված են այդ գործին, Լեռնիկ Հովաննիսյանը ասավ. Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հարցը այսօր մնացած է հայ առաքելական եկեղեցվո եւ գիտագրթական ու մշակութային շարք միություններու, ինչպես նաեւ ըսպյուրքի կառույցներու, հիմնականին մեջ հայ եղափոխական դաշնակցության հայ թադի գրասենյակներու եւ հանձնախումբերու օրակարգի մեջ։ Արցախի իշխանությունները եւս որոշ կայլերու կցերնարգեն, որբեսի գարենանք այդ փոլորին որոշ չափով հագաստել եւ քանդումի ու բղձումի ընթացքը կանգնեցնել։ Հովաննիսյան շարունակեց. Անշուշտ, որ Արցախի թեմը եւս կայլերու կցերնարգե, այդ մասին անընդհատ խոսելով, ինչպես նաեւ աշխատանքներ կկատարե թե Արցախի մշակութային ժառանգության մատենաշարի հրատարակության, թե աբակային ցուցահանդեսներու գազմագերբման, ինչպես նաեւ իր բոլոր հանդիպումներուն, ընդ որում զանազան օդար պատգամավորներու, համաշխարհային քրիստոնեական զանազան գազմագերբություններու հետ հանդիպման ժամանակ միշտ բարձրացնելով այդ հարցը։ Զանազան երկիրներու ղեկավարներու արչև այդ հարցը կբարձրանա վեապար հայրապետի մագարտակով։ Սակայն այդ մեկը միայն եկեղեցվո կամ զանազան գազմագերբություններու առաքելություն եւ աշխատանքը ըլլա, այլ նաեւ պետք է կամագարկվի Հայաստանի պետության կողմէ, որ այսօր դժբախտաբար չի կատարեր։ Ես կնկատեմ, որ միջազգային գազմագերբություններու մոտ այդ հարցը համագարկված կերպով ներկայացնելու բարակային մենք կրնանք հաջողություններու հասնել, որ ինչպես նշեցի, չի կատարվիր։ Բայց մենք մեր աշխատանքը կկատարենք նաև Արցախի հարցով մտահոգ մարդոց աջակցությամբ։ Մեծ աշխատանքներ կկատարվին հայ թադի գրասենյակի միջոցով Արցախի մշակութային ժառանգության հանրահրճակման համար, նաև միջազգային հանրության ներկայացնելով այն բոլորը, ինչ որ ունենք, որբեսի միջազգային դնշումի տակ գարենանք սանսել Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը։ Մենք պետք է ամեն բան անենք, որբեսի միջազգային հանրությունը Ադրբեջանը զսպելու քաղաքականություն վարե, եզրակացուց Լեռնիկ Հովաննիսյան։ Հայաստանի մեջ Գելապի կողմէ կատարված հարցախույզի մասնագետ քաղաքացիներուն 36.7 առ 100-ը չի գարձեր թունում են ետք Հայաստանը մոտ աբակային եվրոպական միության անդամակցելու հերանեկար ունի։ 24.6 առ 100-ը պատասխանված է, թե Հայաստանի Եվրոպական միության անդամակցության աբական միանշանակ կարելի չի նկատել, իսկ 12.1 առ 100-ը նշած է, թե ավելի շատ գմիդի գարձել, որ նման հերանեկար գոյություն չունի։ Միևնույն ժամանակ հարցվածներուն 37.1 առ 100-ը հայտնած է, որ կտեսնե Հայաստանի Եվրոպական միության անդամակցության հնարավորությունը։ Հայաստանի մարդու իրավունքներու նախկին պաշտպան Արման Թաթոյան հանդիպումը ունեցավ Արցախի թեմի առաջնորդ Վրտանես եպիսկոպոս Աբրահամյանի, ինչպես նաև Մեծն Բրիտանիա եւ Իռլանդիայի հայոց թեմը ներկայացնող Հովագիմ եպիսկոպոս Մանուկյանի հետ։ Թաթոյան դիմադիդրյան կրառումով նշեց, թե հանդիպումին ընթացքին քննարկված են այն հարցերը, որոնք գապ ունին Հայաստանի սահմանամերձ համայնքներու բնակիչներու իրավունքներուն հետ։ Թաթոյան ներկայացուց 12 եւ 13 ապրիլին Սյունիքի գյուղերուն մեջ կատարված
հոգևոր եւ մշակութային ժառանգության պահպանության խնդիրներուն եւ միջազգային կառույցներու հետ համագործակցության ընթացքին։ Քննարկեցինք նաեւ արցախցիներու իրավունքներու խնդիրները եւ անոնց լուծումները Ադրբեջանի մեջ ապօրինի գերբով բահվող հայ քերներու եւ բադանտներու իրավունքներու հետ կապված հարցեր։ Հայ եկեղեցու սփյուռքի թեմերը մեծ կարևորություն ունին մեր համասկային իրավունքներու պաշտպանության եւ միջազգային հարթակներու մեջ համախմբված գերբով ներկայանալու հարցի մեջ նշեց Արման Թաթոյան։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի դվյալներուն համաձայն 1 հունվար 2025-ին Երևան մայրաքաղաքի մնայուն բնակչության թիվը կազմած է 1,106,300 մարդ։ Երևանի հաջորդ մարզը մայրաքաղաքին գից գտնվող Գոդայքն է, որում բնակչության թիվը կգազմե 278,100 մարդ։ Բնակչության քանակով երրորդ տեղը նույնպես Երևանի Թրացի մարզ Արմավիրը, որում բնակչությունը 259,700 է։ Թիվով ամենեն քիչ մարդ կբնակի Վայոց Ձորի մարզին մեջ 48,500 մարդ, կամ Հայաստանի բնակչության 1,6%-ը։ Հարգելի ուղդիրներ, վանացանի եթերով եւ թիմադերի էջով ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Ցեզի հետեին Գրիգորը, Սելին եւ ցանի հաղորդավար Նաթալին։ Մնացեք միշտ վանացանի ուղդիր։